Վրամ ինչ է եղել։ Հիմա պապան ստեղ չի ու քեզ պաշտպանող չկա։ Արմոն էլ ստեղ չի, որ ասածները հումորի տաս ու հանցնես առաջ։ Ինչի է ինձ թվում, որ դու ինձ խաբել ես ու երեք տեսել ես այդ լակոտին, հա։ Այդ լակոտը Հայկն է։ Վիրավորվեցիր, հա, որ դրան լակոտ ասեցի։ Վրամ, շուտով հաճախորդս է գալու ու շատ լավ կլինի, որ դու ստեղ չլինես։ Հիմա ես քեզ ոչ մի բան չեմ ասում, որովհետև ապացույց չունեմ։ Բայց եթե հանկարծ իմանամ, որ դու այդ լակոտին տեսել ես, դրա հետ խոսացել ես ու ես չգիտեմ դրա մասին, փոշմանելու ես, որ ծնվել ես Նարէ։ Նարէ, Հա, ես եմ կարող եմ ինչ-որ բանով օգնել։ ես Սոնան եմ, Հայկի քույրը, Վրամի նախկին ընկերուհին, չգիտեմ ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի։ Ես հասկացա։ Կներես ինձ, հա, որ առանց զգուշացնելու եմ եկել։ Ոչինչ։ Լավ է Հայկը։ Հայկը լավ է, բայց ես չգիտեմ Վրամը ոնց է։ Վրամը։ Հետն էի խոսում, հետո աղմուկ լսվեց։ Հեռախոսազանգը անջատվեց ու հիմա ինչքան զանգում եմ չի պատասխանում։ Սիրտս կանգնում է, ինձ թվում է մի բան եղել է։ Լավ Սոնա ջան, դու հիմա հանգստացի, ես կզանգեմ։ Խնդրում եմ էլի, չասես, որ Չեմ ասի, որ իմ հետ ես։ Հրավակած համարն այս պահին անհասանելի է։ Անհասանելի է։ ասում էի, չէ։ Մի րոպե պապային զանգեմ։ Վրամն է։ Հալո։ Ասա։ Դու կարող ես իմ սեղանին բանալի ես թողել։ Լավ էլի Նարէ, չէ, իմը չի։ Հա, լավ, ուրեմն հաճախորդս եմ մոռացել։ Քո հետ ամեն ինչ լավ է։ Հա, լավ եմ։ Ամեն ինչ կարգին է։ Հա, ամեն ինչ կարգին է։ Երևի ինձ էլ հեսա հետ կզանգի։ Կուզես սուրճ խմենք միասին։ Ես ամեն ինչ գիտեմ, որ բաժանվել եք։ Էդ ես չեմ որոշել։ Ինքն է որոշել։ Սոնա ջան, կարող է ասածս մի քիչ կոպիտ հնչի, բայց ճիշտ է արել։ Կներես։ Ես շատ լավ եմ ճանաչում Վրամին ու հաստատ գիտեմ, որ ինքը քեզ շատ է սիրում։ Ուղղակի մեր ընտանիքների մեջ թշնամություն կա։ Ու մեր միջև մահեր կան։ Ես շատ կուզեի քեզ օգնել, բայց մի անգամ արդեն այդ սխալը արել եմ։ Դու երևի գիտես, չէ, Արփի ու Ես Արփին ու Հայկին անընդհատ փորձում էի օգնել։ Օգնում էի, որ գաղտնի հանդիպեն։ Մտածում էի լավ բան եմ անում։ Ու վերջին օրն էլ էլի իմ պատճառով ամեն ինչ եղավ։ Ես ուզում էի օգնել իրենց, բայց իմ օգնությունը դժբախտություն դարձավ ու անդառնալի հետևանքներ թողեց։ Մեր ընտանիքներում թշնամություն կա ու ես ու դու ինչքան էլ հակառակը մտածենք, մեկը դա չի փոխվելու։ Այդ թշնամությունը բարեկամություն չի դառնալու։ Վրամը ուղղակի քեզ թողել է, որովհետև չի ուզում ավելի քեզ ցավացնի կամ տանջի։ Ինչի հիմա չեմ տանջվում։ Սոնա ջան, դու իսկապես չես պատկերացնում, ինչի մասին եմ ես խոսում։ Ես շատ լավ եմ ճանաչում Վրամին։ Հայկի հետ եմ հանդիպել։ Երկուսն էլ շատ վատ են տրամադրված։ Ու հիմա իրանց ընդամենը մի փոքր առիթ է պետք։ Դու պատկերացում էլ չունես, թե խոսքը ինչ թշնամության մասին է։ Ես քեզ տուն կտանեմ։ Կգնամ։ Չէ,
Ես էլ եմ ուզում մի քիչ ծրվեմ։ Համել մեքենայով եմ քեզ կիչացնեմ։ Դու վրամը շատ տարբեր եք։ Ես կասեի ձեր միջև սարերի ու ձորերի տարբերություն կա։ Բայց մի բանով նման եք, գիտես։ Վրամն էլ էր ինձ մինչև տուն ճանապարհում, մինչև տան դրան դիմաց կանգնում էր, որ հանգիստ լիներ։ Դե պիտի ինչ-որ բանով նման լինենք իրար։ Կարող է ներս գաս։ Կներես։ Մոռացել էի, որ մենք թշնամիներ ենք։ Չէ, ես ու դու թշնամիներ չենք։ Հավատա դա մեր որոշումն է։ Նարի, ես քեզ այնքան շատ սիրեցի։ Ու այնքան ուրախ եմ, որ ծանոթացանք։ Ինչ ես անում ստեղ։ Քեզ էլ բարև, Հայկ ջան։ Լավ ես։ Ինչ։ Ինչ ես ամեն անգամ գալիս ու հայտնվում իմ ճանապարհին։ Ինչ ես հետս հանդիպումներ փնտրում նարը։ Որ մարդիկ էլ մի հատ անհանգստանում են։ Անհանգստանում են նրա համար, որ ես իրանց ընկերուհու հետ եմ շփվում։ Ու այն պարագայում, որ իրականում չեմ էլ շփվում։ Նախ եւ առաջ հանգստացի։ Նարը իմ համար նորմալ չի, որ ես պիտի կանգնեմ մարդկանց առաջ ինչ-որ բաների համար արդարանամ, հասկանում ես։ Հայկ ջան, ես չգիտեմ դու ինչից ես նեղվել ու ինչն է հիմա քեզ անհանգստացնում։ Բայց ես անցյալ անգամ եկել էի, որ Սոնայից խոսեի, ճիշտ է։ Այս անգամ էլ Սոնային բերել եմ տուն։ Ու ամենաքիչ բանը, որ դու կարաս անես, այդ շնորհակալ լինելն է։ Չնայած որ սենց նայում եմ դու շնորհակալությունից բավականին հեռու ես։ Սոնան քո հետ ա եղել։ Հա, Սոնան իմ հետ ա եղել։ Կարաս հանգիստ լինես։ Տեսա, որ մի փոքր նեղված է, որոշեցի ուղեկցեմ տուն։ Այդ ընթացքում խոսեցինք, բայց մի անհանգստացի ընդհանրապես, որովհետև այդ կարճ ժամանակում հաստատ տրավմաներ ստացած չի լինի։ Ու ինչի է Սոնան քո հետ եղել։ Այդ մեկը իրանից կհարցնես։